երկար քննարկվեց օրենքը, մանրամասն ներկայացվեց, ես կուզենամ 1-2 խոսք ավելացնել ուղղակի մեր պատկերացումներին, որովհետև մի բան է, երբ որ օրենքը պարզ ընթերնելի հասկանալի մատուցվում է հանրությանը, մեկ այլ բան է կիրառման ընթացքում առաջացող խնդիրներին։ Մասնավորապես տեսուչները, որոնք կարող են աշխատել մեր քաղաքացիների հետ, հնարավոր է տարբեր նպատակներ նաև ունենան, հնարավոր է նաև տարբեր քաղաքական հայացքներ ունենան, հնարավոր է որ քաղաքացիներին փորձեն ահաբեկել, վախեցնել, որ գիտեք, եթե հանկարծ չլրացնեք, կդատվեք, սա քրեական գործ է հարուցվել եւ այլն, խնդրում եմ, որ մեր քաղաքացիները շատ հանգիստ վերաբերեն այս հայտարարություններին, ցանկացած հարց փորձեն կարգավորել առաջ հերթին հենց համայնքի ղեկավարի հետ, падգամավորների հետ, մենք պատրաստ ենք բոլոր հարցերին օգնելու մեր քաղաքացիներին, որպեսզի հայտարարագիրը ճիշտ եւ ժամանակին լրացվի եւ բոլոր հարցերը, որոնք ժամանակի ընթացքում մենք կտեսնենք, որ բարելավման տեղ ունեն, անպայման բարելավելու ենք։ Բացի այդ, ուզում եմ ներկայացնել նաև, որ կլինեն թոշակառուներ, որոնք միայնակ են եւ որևէ այլ տեղից փոխանցում եկամուտ չեն ստացել, որևէ գործարք չեն կատարել, իրենց համար շատ հեշտ է դառնալու։ Ընդհանրապես այնպիսի մի բլանկ է, որը ընդհանրապես ստորագրելու են, որ համաձայն են պետեկամուտների հետ, որ որևէ եկամուտ չունեն, արտելու են։ Այսինքն գրեթե հայտարարության տեքստ է լինելու, որ ես որևէ եկամուտ չունեմ, դա այդ իսկ պատճառով նաև լրացնելու, փոփոխելու որևէ խնդիր չունեմ։ Այսինքն մենք հնարավորինս պարզ պետք է մատուցենք հանրությանը, մեր քաղաքացիներին, որպեսզի բոլորին հասկանալի լինի, որ սա մի կարևորագույն օրենք է, որտեղ թող օրվա խորհուրդը գումարենք փաստերի հետ, զատիկից հետո է զատվելու է թացը չորից։ Հասարակությունը իրապես պատկերացնելու է եւ կառավարությունը, պետությունը պատկերացնելու է, ինչ իրավիճակ ունենք երկրում։ Այսինքն որևէ անարդարություն, երբ որ նկատվում են մեր քաղաքացիները, ահազանգում են այդ մասին եւ հաճախ կա, որ իմ հարևանը այսքան օգտվելով ամեն ինչից նպաստ է ստանում, այնինչ ես ոչինչ չունեմ, բայց նպաստ չեմ ստանում։ Այսպիսի հարցերի պատասխանը կտրվի այս հայտարարագրի միջոցով։ Մենք բոլորս կհասկանանք մեր քաղաքացիների իրական կարգավիճակը եւ այսպես կոչված կարեկոների համար շատ դժվար կլինի, որովհետև ակնհայտ թափանցիկ հարաբերություններ է լինելու եւ ամեն ինչ տարվա վերջին պարզ է լինելու։ Հետեւաբար օրդորում եմ, որ մենք կողմ քվեարկենք, դրական տրամադրվենք այս հայտարարագրի նկատմամբ, որովհետև մենք բոլորս միասին մեր կյանքը բարելավող եւս մեկ քայլ ենք անում։ Շնորհակալություն։